Ողջույն, Civilnet podcast-ի տաղավարում կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանն է, խոսելու ենք Արտոյի երկիրը ֆիլմի մասին, որը ներկայացվեց, որի հայաստանյան պրեմիերան եղավ այս տարի Ոսկե Ծիրանում, ֆիլմը բացել է նաև 2025 թվականին Լոկառնոյի կինոփառատոնը, բարև ձեզ Թամարա։ Շնորհակալություն, որ եկաք, ու շնորհակալություն ֆիլմի մասին խոսելու հնարավորության համար։ Քանի որ ֆիլմը արդեն ունեցել է իր հաղթարշավը եւ այդ հաղթարշավը շարունակվում է, կարծում եմ, որ մենք կարող ենք նաև խոսել օրինակ քննադատությունների մասին, որոնք դուք լսել եք ֆիլմի մասին, կամ քննարկել որոշ դրվագներ եւ վերլուծել եւ հարցեր տալ եւ երբեմն նաև չհամաձայնվել։ Գիտեք, հետաքրքիր է, որովհետեւ ֆիլմը մեկ տարի է, հա, ճանապարհորդում է, սկսել է կյանքը իր Շվեյցարիայում Լոկառնոյի բացման ֆիլմ, եւ բավական հետաքրքիր այնտեղ պրեսա ունեցանք եւ հեռուստատեսություն, ռադիո, ոդքասթ եւ պրեսա, Hollywood Reporter եւ այլն, շատ հետաքրքիր վերլուծումներ էին դրսից։ Ու ես ինձ մտածում եմ, երբ որ գանք Հայաստան հասնենք, արդյոք ինչպես կընդունեն Արտոյի երկիրը, եւ մեզ ինձ մի հետաքրքիր բան եղավ, ոնց որ ժողովուրդը բաժանվել է երկու, չէ՞։ Այո, մարդ կա շատ է հավանել, մարդ կա ընդհանրապես չի հավանել։ Բայց դա էլ է հետաքրքիր է այն ձևով, որ երբ որ իմ կարծիքով արվեստի գործը ինչ որ շարժում է արտնացնում, դա արդեն հետաքրքիր է։ Դա կլինի դրական, դա կլինի բացասական, այդ արդեն այդքան է կարևոր չի։ Կարևորը նա ինչ որ շարժում է ստեղծել։ Նա ես լսել եմ այնքան բաներ, ճիշտ է, կարող է սկզբից մի քիչ նեղվեցի, ուրեմն չեն հասկացել ֆիլմը, կամ արդյոք ես չեմ կարողացել նենց ձևով նկարագրել, որ մարդիկ հասկանան։ Բայց միևնույն ժամանակ երկար մտածելուց հետո եւ երկար քննարկումներից հետո իմ կարծիքով կա մի միտք, որ մարդկանց դա վիրավորում է, ինչու ենք ֆիլմ նկարում դասալիկ եղած զինվորի մասին։ Իմ առաջին հարցը հենց դրան է վերաբերում։ Այո, բայց հարցն այն է, որ իմ համար Արտոն դասալիկ եղած զինվոր չէ։ Ուղղակի իմ կարծիքով հենց այդտեղ է գալիս մի հարց, որ ինչու համար կարող ենք ասել արդյոք Արտոյի երկիրը դասալիկ զինվորի երկիր է։ Ինձ համար մի քիչ տարօրինակ է այդ հարցը։ Ես կարող եմ, եթե մի քիչ ուզենամ պրովոկատիվ պատասխանել, ասեմ ինչի՞ չէ։ Կարող է բոլոր մի րոպե, չհասկացա, կարող է բոլոր հայերս հերոս ենք, կամ բոլոր հայերս են ասում են ամենալավն ենք։ Չէ, էլի կներեք, իմ կարծիքով բոլոր ազգերում կա եւ լավը կամ վատը, բայց այդտեղ հարցը դա չի։ Եվ բացի դրանից գեղարվեստական ֆիլմում այսպես չէ որ դասալիքը վատ է, դասալիկ չէ լավ է, գեղարվեստական ֆիլմը թույլ է տալիս հնարավորություն սև ու սպիտակի չբաժանելու։ Այո, նախ գեղարվեստական ֆիլմի հաճույքը եւ երևի հզորությունը այն է, որ կարող ենք ասել շատ բան, կարող ենք ասել կինոլեզվով ու անենք այն ինչ որ ուզում ենք, որովհետեւ դա վերվերագրական ֆիլմ չէ, եւ Արտոյի երկիրը դա չի նշանակում դասալիկ եղած զինվորի երկիր։ Դա ինձ համար մի մարդու երկիրն է, որի անունը Արտո է եղել, եւ այդ մարդը, այդ զինվորը իմ համար ինքը դասալիկ եղած չէ, ինքը այն զինվորն է, որ երբեք չի կարողացել հոգեպես վերադառնալ պատերազմից։ Ինչպես շատ զինվորներ։ Մի քանի դուրս են եկել, մի քանի հոգի գրել է, մանավանդ Արայիկի տեքստն եմ շատ հավանել, որ ինքը շատ ճիշտ կարողացել է վերլուծել, որ դա ուղղակի այն զինվորների մասին է, որ երբեք չեն կարողացել վերադառնալ։ Այդ տրավմայով ապրելը, ես այնքան եմ խոսացել զինվորների հետ, ախր այդ տրավման մարդ որ գնում է պատերազմ, մարդիկ կան եւ շատ շատերը երբեք չեն վերադառնում։ Նույնիսկ եթե իրենք ողջ են, նույնիսկ եթե իրենց, չգիտեմ, ամեն ինչը տեղն է, բայց բաներ կան, որ իրենք կորցրել են հավիտյան։ Բաներ կան, մենք հայրենիք ենք կորցրել, մենք Արցախ ենք կորցրել, ախր ինչ է այստեղ նշանակում դասալիկ կամ ոչ դասալիկ։ Իմ հարցերը շատ են հենց այդ մասին, բայց սկսենք սկզբից։ Նախ մի այսպիսի բան կար, որ ես ֆիլմը նայելիս հարցնում էի, արդյոք սա այն Հայաստանն է, որում ես ապրում եմ, որը ես տեսնում եմ, իմ աչքերով Հայաստանը այսպիսին է, եւ միշտ չէ որ այդպես էր ֆիլմի ընթացքում, երբեմն ինձ այդ ներկայացված Հայաստանը այդքան էլ հարազատ չէր, բայց ես մտածում եմ, որ գուցե հենց գլխավոր հերոսի Ֆրանսուհի Սելինի աչքերով է Հայաստանը ներկայացված։ Ուզում եմ հասկանալ դուք այստեղ որտեղ եք, դուք ինքն եք, այդ դրսի հայացքն եք Հայաստանին, այնպիսին ինչպիսին Հայաստանը երևում է դրսից, թե դուք ներսից եք նայում։
Իմ կարծիքով, եթե շատ անկեղծ լինեմ, ես երկուսն եմ։ Ես եւ Սելինն եմ եւ ես Արսինեն եմ։ Եվ ես կարող եմ ասել հավասարապես երկուսն եմ, որտեվ իմ մի մասը մեծացել է դրսում, իսկ իմ մյուս մասը մեծացել է Հայաստանում։ Ես ինձ համարում եմ, երբ որ ինձ ասում են Ֆրանսիա հայ կամ Սփյուռք հայ, ինձ համար դա տարօրինակ է հնչում, բայց ինչ որտեղ երևի իրականության մի մասնիկ կա, ես Հայաստանում եմ ծնվել, ես Հայաստանում եմ մեծացել։ Այո, խորհրդային տարիների մեկն եմ Լիբանան, հիմա Ֆրանսիայում եմ ապրում։ Բայց իմ կարծիքով ես երկուսն եմ եւ ես կարող եմ ասել, կարող է դա ձեր Հայաստանը չէ, բայց իմ Հայաստանն է, որտեղ մենք ամեն մեկս ունենք մեր Հայաստանը, չէ։ Ես 32 տարի դրսում եմ ապրում։ Ես շատ շուտ եմ գալիս Հայաստան, մի քանի անգամ գալիս տարեկան, բայց երևի ես այն աչքերով չեմ նայում ինչ որ ներսի ապրողը։ Երևի եթե կա այդպիսի քննադատություն դուք կասեք ինձ, եթե եղել է այդպիսի քննադատություն, որ սա այդքան էլ Հայաստան չէ, սա մեր իմացած Հայաստանը չէ, դուք կարող եք ասել։ Չէ, իմ կարծիքով քննադատությունը այն չէ, որ սա մեր Հայաստանը չէ։ Քննադատություն երևի այն է եղել, ինչ որ լսել եմ, այսինքն կարող է բանական չեմ լսել, որ ինչու եք ցույց տալիս փլատակ եղած Հայաստան, ինչու եք ցույց տալի Գյումրիի փլատակները, ինչու եք ցույց տալիս, ինչու չեք ցույց տալի մեր գեղեցիկ եկեղեցիները։ Ասեմ, բայց մի րոպե, ես ֆիլմ չեմ նկարել եկեղեցիների մասին։ Եթե ես ինչ որ մի օր կուզենամ տուրիստական ֆիլմ նկարել Հայաստանի գեղեցիկ վայրերի մասին, դա կլինի մի ուրիշ ֆիլմ, հա։ Կարող եմ մի օր անեմ, չգիտեմ, չեմ կարծում, բայց չգիտես ինչ կլինի։ Բայց մի հատ եկեք մի հասկանանք։ Ես խոսում եմ այս ֆիլմով, ես խոսում եմ Հայաստանի վերքերի մասին։ Հայաստանի վերքերը շատն են։ Հայաստանի վերքերը դա նախ եւ առաջ ցեղասպանությունն է, սովետի տարիներն են, Գյումրի երկրաշարժն է, պատերազմն է 88-93 թվականների, մեր 2020, ուզում եմ ասեմ, ես խոսում եմ վերքերի մասին։ Ես երբ հանդիպեցի այդ քննադատություններին, որ ինչի է դա սալիքի մասին ֆիլմ, ինչու է Հայաստանը վատ գույներով ներկայացված, ընդհանրապես դրա մասին չէի մտածել եւ լրիվ ուղիղ հակառակ տպավորություն ունեի ու իմ այս հարցադրումը ուղիղ հակառակ տեղից էր գալիս, երբ Սելինը գլխավոր հերոսը գալիս է Գյումրի, առաջին իսկ պատահած վարորդը Գյումրիում, այսպես շատ անսայթակ ֆրանսերենով է խոսում, մաքուր առանձնահատումների, խոսում է եւ առարկայական թեմաներից եւ էգզիստենցիալ հարցերից, մի փոքր զարմացնում է, հետո գնում ենք առաջ, էլի ֆրանսերեն ենք լսում լավ, հետո լոլիկ վաճառող կինը անգլերեն է խոսում, ու այստեղ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ ինչ որ շատ փայլեցված, այսպես մշակված մտապատկեր է, սիրուն փաթեթավորված ու ավելի շատ ցանկալի մտապատկեր է, քան կա իրականում այդ փայլուն ֆրանսերեններն ու անգլերենները եւ բոլոր թեմաներով սահուն խոսելու կարողությունը վարորդներից մինչև լոլիկի վաճառող, ինձ թվում է, որ ինչ որ ուտոպիական Հայաստանի փայլուն, sense կոկիկ սիրուն պատկեր է։ Էլ կարող եմ երկու ձևով պատասխանեմ, կարող եմ ասել ինչու չէ, ուզում ասեմ կարող եմ ինչու չէ, հա, ես հանդիպել եմ շատ մարդկանց, որոնք ասենք թե խոսում են շատ տարբեր լեզուներով, հենց նույն Գյումրիում ես հանդիպել եմ Ֆրանսիայում ապրած, բայց Հայաստան վերադարձած մարդկանց, որոնք Շանթի պես, Շանթ Հովհաննիսյանի պես խոսում էին ոչ այդքան սահուն հայերեն, ֆրանսերենով։ Հա, Շանթը խոսում է, այո, իհարկե նա սովորեց եւ խոսեց ֆրանսերեն ֆիլմի համար, բայց ուղղակի ես մի բան եմ ուզում հասկանալ դուք, իմ կարծիքով մենք գեղարվեստական ֆիլմում կարող ենք անել ինչ ուզում ենք, մենք այս ազատությունը ունենք, հա, լոլիկ վաճառող կինը կարող է գերմաներեն խոսել, որովհետև այսօրվա օրով Հայաստանում լոլիկ վաճառող կինը կարող է ունենա մագիստրատոր, ինքը կարող է ունենա 3 դիպլոմ եւ լոլիկ վաճառի։ Դժբախտաբար մենք այսօր Հայաստանում ինձ թվում է դուք էլ գիտեք, ես էլ գիտեմ, որ շատ դիպլոմով մարդիկ կարող են տաքսի վարորդ լինել, կարող են լոլիկ վաճառել եւ ընդհանրապես այսպիսի բաներ։ Այսինքն նենց չի, որ լոլիկ վաճառողը պետքա լինի, չգիտեմ, ինչ որ մի գյուղացի կին, որը կյանքում դպրոց չի գնացել, չէ, կներեք։ Մենք ունենք Հայաստանում, բայց մի տեսակ շատ խիտ են այս բոլոր պատահական կերպարները, այնքան կատարյալ են, այնքան խելացի են բոլորը, առաջին իսկ հանդիպածի։ Ես, այդ ձևով ես համաձայն չեմ երևի ձեր այդ այն հարցով, որ իրանք այդքան է կատարյալ չեն, այնտեղ կան սայթակումներ, այնտեղ կան բոլորը չի, որ շատ լավ խոսում են ոչ ֆրանսերեն, ոչ անգլերեն, բայց այս պարագայում ինձ դա արդեն կինոյի է, ասենք թե երևի կան տեղեր չեն հասկացվում ինչ որ մարդկանց հետ, կան լինում է որ հասկացվում են։ Այս պարագային ես ուզում եմ հետո մի ուրիշ պորտրետ նկարել մի զինվոր կնոջ, որը Արսինեն է խաղում, որտեղ մի ուրիշ բաներ կա, որ մենք Հայաստանում միշտ խոսում ենք հերոս տղաների մասին եւ հերոս զինվորների մասին, որ իհարկե դա շատ ճիշտ է եւ շատ լավ է, բայց մենք երբեք չենք խոսում հերոս կանայց մասին։ Մենք չենք խոսում հերոս կանանց մասին, իսկ հերոս կանայք շատ կան։
Եվ ես ուզում եի Արսինեի միջոցով համել խոսել մի կնոջ մասին, որը եւ օտար է, եւ հայ է, բայց կռվում է իր հայրենիքի համար, ունի սիրած տղա, որը ասում է պատերազմում ենք ծանոթացել, այսինքն որտեվ դա էր մի ուրիշ բան էլ եղավ պատերազմի ժամանակ, դուք հիշում եք 2020 թվին շատ դրսի հայեր եկան ներս։ Եվ իրանք սկսեցին, չէ, պաշտպանել մեր հայրենիքը, որոշ հայեր զոհվեցին, որոշները վերադարձան, դա Արսինեն այդ մի հայերից է, որ կես իրանացի է, կեսը հայ է, որ ինքն էլ է կռվել, որ ինքն էլ իր լուման է դրել եւ ինքն էլ փորձում է ինչ որ այդ ռևանշը պատրաստել, որ եթե Աստված չանի լինի պատերազմ, գոնե մենք այս անգամ պատրաստված լինենք։ Դա էլ երևի այդ ուտոպիան ձեր ասած, մենք իմ կարծիքով կինոռեժիսոր եւ ընդհանրապես արվեստագետներ մենք իրավունք ունենք երազելու։ Բոլոր իրավունք ունեն երազելու։ Ես կարող եմ երազում եմ, որ իմ երազած Հայաստանում այդպես լինի, որ հա ինչի չէ կարողանա կինը դրոնները տանի, չգիտեմ, Սյունիքից, չգիտեմ որտեղ, կամ ինչու՞ չէ։ Կարող ենք երազել։ Մենք գավերագրական ֆիլմ չէ ստեղ։ Իհարկե, երևի խնդիրը ոչ թե խնդիր խնդրեմ լուծելու համար, այլ հարցը այն է, որ երբեմն ֆիլմը նայելիս զգում ես սա երազանք է անթաքույց, թե սա հավակնություն է իրականությունը ցույց տալու։ Ես կուզենամ ասել դա մի ես սա իմ համար ռեալ, ինչ որտեղ ռեալ իհարկե իդեաներ կան, բայց դա ավելի ինչ որ միթոլոգիական բան կա ֆիլմում, կա ինչ որ այդ լավ բառ կա անգլերեն fable, հայերեն ո՞նց են ասում fable-ին։ Բան, ոնց որ հեքիաթի պես։ Այսինքն դա մի միթոլոգիական ինչ որ մի գիծ կա այդ ֆիլմում։ Դա իմ երազածն է, դա իմ պատկերացրածն է, ինչու՞ չէ։ Ուզում ես վավերագրական թե ֆիլմը կարեի, դուք ինչ ուզում եք ասեք դասալիք է, դասալիք չի, ինչա Գյումրիում լոլիկ ծախող կինը անգլերեն խոսում, ախր դա սխալ է։ Չէ, չեմ ասում հենց լոլիկ ծախող կինը չէր կարող իմանալ անգլերեն, այլ որ միանգամից բախվում ենք ու բոլոր կերպարները ամեն մեկը իրենով հա, բայց դա էլիպսներ կան, չէ, ֆիլմում։ Դու տեսնում ես այն, որ ասենք թե ես ուզում եմ որպես ռեժիսոր, որ դու տեսնես։ Բայց նույն կյանքում, ինչպես նաև կինոյում լինում են էլիպսներ։ Ու դու չես ցույց տալիս ամեն մի րոպեն այդ աղջկա, եթե ես ցույց տամ այդ աղջկա 24 ժամը, ֆիլմը կլինի չգիտեմ քանի ժամ։ Այսինքն կարող է ինքը հանդիպում ուրիշներին, որոնց հետ չի կարողանում հասկանա, ու ասենք թե ես չեմ ցույց տալի, դա արդեն կինոռեժիսորի հայացքն է, որ ինքը ցույց տալիս է այն ինչ որ ինքն է ուզում, չէ՞։ Կան էլիպսներ, կան ժամանակը անցավ։ Հիմա այնտեղ վարորդը գնացել է, մանա գալիս այդ կնոջը, չգիտեմ, ասես դուք սպասեք ստեղ, ես գնում եմ հիմա ես ինձ չի հետաքրքրում, ասենք դե որպես ռեժիսոր ցույց տալ այն 10 հոգուն, որ ինքը հանդիպել է, որոնք չգիտեն ուրա անուշը, օրինակ եմ ասում։ Դրա համար իմ կարծիքով պետք է երևի մի քիչ ուրիշ հայացքով նայել, չգիտեմ ոնց կհնչի ասածս, նայել ավելի պակաս բծախնդիր ու ավելի եղեք բծախնդրության հարցը չի, ավելի իմ կարծիքով պետք է մի քիչ ազատ նայել այս ֆիլմը։ Ոչ թե ինչ որ սպասելիքներով, հա բոլորը սպասելիք ունեն, բայց իմ մոտ այն տպավորությունն է, որ հիմա ասենց նայում են ֆիլմը, ոնց ասենց լիքը չակերտներ է դրած, ուզում են ամեն ինչ չակերտների մեջ մտնի։ Ախր որ չակերտի ֆիլմը պետք է ազատ լինի, ֆիլմը պետք է ունենա իր ճիճը, պետք է ունենա իր ալիքը։ Դու վերցրա այն ինչ որ ուզում ես։ Ես ասում եմ, ես տվել եմ բանալիներ, դուք վերցրեք այն ինչ որ դուք եք ուզում։ Այնոք վերջի մասին ենքան լիքը արդյոք դա գերեզմանի քարեր են, արդյոք դա գերեզմանի քարեր չեն, արդյոք արտոյի պատճառով են մահացել, արդյոք արտոն է։ Ախր ես չեմ ուզում ինչ որ ես կարող եմ այն պատասխանները տամ, որոնք իմ համար են։ Բայց ես կամ դուք նույն ձևով ֆիլմ չենք կարող նայել։ Ես եւ դուք այսօր գնանք մի հատ ֆիլմ նայենք, մենք նույն ձևով չենք վերլուծի այդ ֆիլմը։ Որտեւ ես տվել եմ բանալիներ, մի քանի բանալի։ Բացեք այն դուռը, որ դուք եք ուզում։ Ես կբացեմ այն դուռը, որ ես եմ ուզում։ Ուրիշը կբացի այն դուռը, որ ինքն է ուզում։ Եվ դա է իմ համար, որ ասում են կինոյի հաճելի կամ կինոյի կայֆը դա է, որ դու կարող ես մի քանի ձևով վերլուծել այն, ոչ թե մի ձևով։ Ինձ չէր հետաքրքրում մի ձևով ինչ որ ասում են ծամ եմ դնեմ բերանը, դուք էլ ասեք, ուրեմն սենց եղավ։ Ես կարող եի շատ մի հատ ֆիլմ նկարել այն լավ հերոսի մասին, որ ամեն ինչ լավ հերոսավարի է անում, ամեն ինչ շատ լավ է վերջանում, բայց ինձ դա չէր հետաքրքրում։ Դարձեն գալիս է մարդուց, դարձեն գալիս է կինոռեժիսորից։ Ախր մենք հայերս այնքան դժվար վերքերով ենք անցել, որ եկեք փորձենք մի քիչ չեմ ուզում բան լինենք, ավելի
Փորձենք հասկանալ մյուսին, փորձենք ավելի մի քիչ ճկուն ձևով մոտենալ, ոչ թե ինչ որ քառակուսիները սա սենց պետք է լինի, անց պետք է լինի, չգիտեմ, դասալիքը սա է կամ հերոսը նա է, ախր ելևէջներ կան, ժողովուրդ, ելևէջների մեջ ապրեք։ Ես ունեմ բարեկամներ, որոնք գնացել են պատերազմ, ու իրենք վերադարձել են, բայց իրենք երբեք չեն վերադարձել։ Ես ունեմ բարեկամներ, որոնք եղել են գերի։ Ես ախր այնքան ֆիլմ, երբ որ դու գրում ես կամ նկարահանում ես, դու շատ ես ես շատ եմ կարդացել, ես շատ եմ խոսացել, ես շատ եմ հետաքրքրվել ու վերջում արել եմ իմը։ Եվ այո, դա մի հայացք է, Սելինի հայացքն է։ Սելինը դրսից ֆրանսիուհի է։ Սելինի հայացքով ավելի Սելինի հայացքով ավելի հասկանալի է, որովհետև ֆրանսուհու համար այնինչ տեսնում է ֆրանսուհին, այն բոլոր ատրիբուտները, այն ամեն ինչ կապվում է Հայաստանի հետ, բոլոր դեկորացիաները իրար հետ վերցրած, հայի համար, Հայաստանում ապրող, ամբողջ կյանք Հայաստանում ապրած հայի համար ակնհայտ է թվում, ինչ կարիք կա հիշեցնելու սա կամ ինչ կարիք կա ցույց տալու, որ ինչ որ տատիկ այս մթերքը տալիս է պատահական հանդիպած մարդուն, այս հյուրընկալությունը մեզ համար դա այնքան արդեն ծանված ու բազմից, բայց այդպես եթե դա Սելինի հայացքն է, եթե դա դրսից հայացք է Հայաստանին, իհարկե կարող են պատկերացումը, պատկերը Հայաստանի լինել այնպիսին, լինել կարծրատիպային, այսպես ասեմ, այսինքն այն ակնհայտ հատկանիշները էլի, որ վերագրվում են Հայաստանին, հյուրասիրություն, չգիտեմ, ինչ որ տեղ իմպուլսիվություն եւ այլն, մեզ համար շատ հասկանալի է դա իհարկե դա առաջին շերտն է, մենք գիտենք այդ շերտը դրատակելի բազմաթիվ շերտեր կան, իսկ ֆրանսիացու հայացքով այդ առաջին շերտը շատ նորմալ է, որ հենց ինքը առաջին շերտն է տեսնում այդ իրականության։ Բայց իմ կարծիքով ինքը մի քանի շերտ է տեսնում։ Իմ կարծիքով դա ինքը միայն առաջին շերտը չի տեսնում, առաջին շերտն էլ կա, երկրորդն էլ կա, վեցերորդն էլ կա, ֆիլմում կան, ֆիլմը շատ իմ կարծիքով ֆիլմը շերտավոր ֆիլմ է, որտեղ այո կա Սելինի հայացքը, դա առաջի ոնց որ գալը, դա Սելինի հայացքն է, բայց ոչ միայն։ Այնտեղ կա մենք խոսում ենք պատերազմից, մենք խոսում ենք վերքերից, մենք խոսում ենք դրոնների մասին, դա ինչ առաջի հայացք է։ Դա առաջի հայացք չի։ Մենք տեսնում ենք Արսինե, չէ, եթե դրսից գալիս են ինչ-որ մեկը Հայաստան տեսնում է պատերազմ, դրոններ եւ մնացած ամեն ինչ, դա առաջին տպավորող բանն է, առաջին պատկերացումն է երկրի մասին։ Չէ, բայց իմ կարծիքով երբ որ տուրիստը գալիս, այսինքն նույն ֆրանսիացին գալիս է Հայաստան, ես կասկածում եմ, որ իրան տալիս են մեքենա դրոններով, ասում են հիմա քշի այստեղից այստեղ։ Կարծիքով դա ամեն օր չի լինում, էլի։ Ասենք թե նկատի ունեմ ինչի մասին է այս երկիրը, այդ հարցին։ Բայց ախր մեր երկիրը շատ բարդ շերտավոր երկիր է։ Մեր պատմությունն է շատ բարդ։ Մենք ախր այնքան փոքր ենք, փոքր երկիր ենք, փոքր ժողովուրդ ենք, բայց շատ մեծ պատմություն ունենք։ Մենք շատ մեծ անցյալ ունենք եւ հուսով եմ ապագա եւ այնքան բաներով ենք մենք անցել, որ ասենք թե մենք չենք կարող, չգիտեմ, երկու դա իմ դիտանկյունն է, մենք չենք կարող մի դիտանկյունից նայել ֆիլմը։ Մենք այսօր Հայաստանում 2 միլիոն ու կես ենք, մենք դրսում քանի միլիոն ենք։ Ախր մենք եկեք չմտածենք, էլի մենք ես ֆիլմ չեմ արել Հայաստանի համար։ Ես ֆիլմ արել եմ աշխարհի համար։ Ես ֆիլմ արել եմ համ հայ համար, համ չինացու համար, համ բրազիլիացու համար, համ ամերիկացու համար։ Դու չես, ես չեմ կարող, ես եմ ուրիշ սխալ մտածում, բայց երբ որ դու ֆիլմ ես նկարում, դու չես մտածում, արդյոք իմ հայը ինչպես կնայի այդ ֆիլմին։ Իսկ կարամ ասեմ, արդյոք ինչի ես 3 քաղաքացիություն եմ, ես համարում եմ, որ ես համ հայաստանցի եմ, համ լիբանանցի եմ, համ ֆրանսիացի եմ։ Հա, ինձ հետաքրքիր է ինչ։ Գիտեք, բացատրեմ ինչ նկատի ունեմ, հաճախ արևմտյան երկրների Եվրոպայի պատկերացումը կամ ԱՄՆ-ի պատկերացումը արևելքի ու մերձավոր արևելքի մասին, այդ պատկերացումը ուղեկցվում է կամ սահմանափակվում է ինչ որ ատրիբուտներով։ Ասենք, եթե վերցնում ենք մերձավոր արևելք, ապա դա պատերազմ է, դա կորուստ է, դա ընտանիք է, դա ավանդույթներ ու պահպանողականություն է ու ֆիլմը ես տեսնում եմ իր Սելինի աչքերով հենց այդ ատրիբուտներով, որ արևմտյան մարդը արևելքին տալիս է, վերագրում է։ Իսկ ինչու ոչ։ Չեմ ասում ոչ, նկատի ունեմ, չէ, ասածս ինչ է, որ Սելինը գալիս է առաջի հերթին, ինքը գալիս է, որպեսզի ամուսնու ծննդյան վկայականը վերցնի, որպեսզի տա իր այդ քաղաքացիությունը իր երեխաներին ամուսնու ինքնասպանությունից հետո։ Բայց գալիս է միտեղ
ուրիշ բան է իրան, ոնց որ ուրիշ բան է ստացվում եւ մի ուրիշ լրիվ բան է ստացվում միջև Արցախ ճանապարհորդությունը։ Այսինքն Սելինը անցնում է այդ շերտերի մասին, որ խոսում ենք, Սելինը անցնում է տարբեր շերտերով, Սելինը անցնում է տարբեր հանդիպումներով, լինում են հետաքրքիր, լինում են օրինակ ժամանակ ելնում, Սելինը ուզում է ամեն ինչի վրա թքի վերադառնա Ֆրանսիա եւ ընդհանրապես մոռանա, բայց Սելինը մայր է, ունի երեխաներ, ունի ինչ որտեղ պարտականություն, երեխաներին ինչ որ իրականություն ասել, երբ որ մեկը, եկեք պատկերացնենք, մահանում է, ինքնասպան է լինում, ոչ մի գիր չի թողնում, ոչինչ չի ասում, դու կին ես, ունես 2 երեխա, ու պետք է երեխաներին բացատրես ինչպես է մահացել հայրդ եւ ինչու։ Այսինքն Սելինը ապրել է այդքան տարի մի տղամարդու կողքին, որը չի ուզել խոսել Հայաստանի մասին։ Այսինքն իրա Գիտեք, կան վերքեր, ես այնքան եմ հանդիպել նույն այդ հայաստանցի հայերին, որոնք ապրում են Եվրոպայում եւ երբեք չեն վերադարձել Հայաստան։ Որտեւ կան բաներ, կան վերքեր, այնքան խորն են, որ դու չես կարող նրանց մասին խոսել։ Այնքան տրավմաներ կան, որ դու չես կարող նրանց մասին ոչ խոսել, ոչ բացել ճակերտներ, եւ ընդհանրապես փորձում ես իրենց այսպես ասած հողին տալ, բայց դու հասկանում ես, երբ որ մի պահ է գալիս, երբ որ այդ վերքերը միանգամից դուրս են գալիս երես, դու հասկանում ես դա այդ վերքերը քեզ վերցնում են ու տանում են դեպի հողը։ Դա եղել, Արտոյի մոտ դա էր։ Ես անպայման ուզում եմ հենց Արտոյի ու պատերազմի մասին խոսենք, բայց մի բանի մասին էլ հարցնեմ ու կանցնենք դրան։ Նախ ես երևի չէի նկատել ֆիլմում, որ Արսինեն նաև իրանահայ է, հա։ Հա, ես այդ դրվագը չէի նկատել ու այսպեսի մի հարց էի ուզում տալ, մինչև դա իմանալը։ Մեկ արագ էին գնում։ Հա, գուցե անուշադիր եմ եղել։ Ես մտածում էի, ախր չեմ հավատում, որ ասկերանցի աղջիկը վիսկին ձեռքը բիլիարդ խաղալով, բայց ինքը ասկերանցի չէ, ես չգիտեմ ինչի է մասնակցում, որ ինքը ասկերանցի է։ Դա փաստորեն ես լսել եմ դա, դրա համար եմ ասում։ Ինչպես ասկերանցի աղջիկը կարող է խմել, կարող է ծխել, ես չէ, կարող է, իհարկե կարող է, բայց չեմ տեսել, այսպեսի բան է առաջանում, չեմ տեսել ես։ Բայց արդյոք որովհետև դուք չեք տեսել, դա գոյություն չունի։ Չէ, գոյություն կունենա, բայց գոյություն կունենա, բայց դե լավ, հիմա որ ասում եք, որ աղջիկը իրանահայ ամեն ինչ իր տեղն է ընկնում, որովհետև արդեն ինչ որ մշակույթն հասկանալի է, որ մարդը կարող է նաև ապստամբել ինչ որ պահպանողական մշակույթի դեմ, հետո աշխարհը փոխվում է եւ նույնիսկ պահպանողական, այսինքն այստեղ ոչ թե դեմոնիզացվում է վիսկին, բիլիարդը եւ ծխախոտը։ Չէ, ես դες լրիվ հասկանում եմ, որ այս նույն խոսակցությունները նույն Ֆրանսիայում, երբ որ կինոն դուս եկավ դիստրիբյուցիայի կային հայեր, մի քիչ պահպանողական, որ ես մեսեջներ եմ ստացել, արդյոք դուք չեք ամաչում ցույց տալ մի հայ աղջիկ, որը հոր մոտ ծխում է։ Չէ, բոլորովին դա չեմ ասում։ Ես մտածում եմ, ասում եմ, բայց մի րոպե, ես էլ եմ հոր մոտ ծխում, էլ ինչ կա դրա մեջ։ Ես էլ եմ բոլորի մոտ ծխում։ Չէ, նկատի ունեմ ոչ թե որ ծխելն ու վիսկին անթույլատրելի է, այլ ինչ որ ատրիբուտների անհամատեղելիություն է զգում։ Ու նույն ասենք, թե ասում են, ինչպես կարող է Ալեքսանդր Խաչատրյանի այդ խաղացած դերը, այսինքն Արսինեի հայրը, որը ասկերանցի, ասում եմ, ժողովուրդ ինքը ինչի չի խոսում Ղարաբաղցու բարբառով։ Ասում եմ, բայց ախր ինքը ասկերանի հայ չի։ Ինքը Երևանի հայ է, ինքը դիտողների սխալն է։ Ուզում ասեմ, չէ, ախր գիտեք, մեր սխալը ինչ է, ես իմ Հայաստանը շատ եմ սիրում, ես իմ հայրին շատ եմ սիրում, բայց մենք մի քիչ շատ բան ենք ոնց ասեմ, որ ես չեմ ասում, որ հիմա քանի որ մենք հասկացանք, որ սա հանդիսատեսի սխալն է եղել, բայց քանի որ խոսում ենք sense հիպոթետիկ կարող էր ասկերանցին անել, չէ, այսպես ասեմ, խնդիրը ոչ թե որ ասկերանից աղջիկը, Արցախից աղջիկը կարող է վիսկի խմել, ծխել, այլ որ դա կարող էր ցուցադրվել, բայց այդտեղ նաև ցուցադրվեր ինչ որ կոնֆլիկտ, որ ինքը այստեղ մեծանալով, այնուամենայնիվ ասելա ինձ մեկ են ձեր ավանդույթները, ինչ որ կոնֆլիկտ, ինչ որ բան, sense անհարմար պահը, այսինքն ամեն ինչ կարող է լինել, այսպես հարթ փայլուն էր, դա ասես այդպես էլ պիտի լիներ, բայց մարդը որ ինչ որ ավանդույթները հաղթահարում է կամ մի փոքր տարբերվում է հասարակ։ Բայց հասկանանք, այդ աղջիկը մեծացել է նախ դրսում։ Հա, դա ասում եմ ֆրանսերեն, չէ, դրանով թեման փակվում է։ Չէ, ուղղակի երևի Արսինեի մեջ ես շատ տեսնում եմ ինձ, որ ճիշտն ասեմ։ Ես մեծացել եմ դրսում, ես խոսում 5 լեզու, ես խոսում արաբերեն, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, այսինքն ինչ որ տեղ երևի ռեժիսորը ես ինձնից շատ եմ դրել այդ ֆիլմում։ Ես հասկանում եմ, ինձ Հայաստանում ընդունում եմ որպես հայ ռեժիսոր, որպես ֆրանսիահայ ռեժիսոր, որպես լիբանանահայ ռեժիսոր, ու այն ժամանակ ինձ թվում է այդ կոնֆլիկտը տեղից էլ է գալի։ Այսինքն ով է Թամարան, ովքեր են Թամարայի պերսոնաժները, ու այս պարագայում Արսինեն դրսի հայ է, որոնք այսինքն իր պապան Հայաստանի հայ է,
Կարանք ասենք Երևանից, կարանք ասենք, չգիտեմ, Բժնիից, կարանք ասենք Սևանից, դա արդեն կարևոր չի, ինքը հայ է, ու ինքը մաքուր հայերենով խոսում է, Ալեքսանդր Խաչատրյանը, որ կարծիքով շատ լավ է խաղում, այդ դերը ես իմ պապայի համար էի գրել, բայց այսպես ստացվեց, որ իմ պապան չհասցրեց խաղալ այդ դերը, բայց պապայից շատ լավ ընկեր է խաղաց եւ շատ լավ խաղաց, ու նկատի ունեմ ինքը որ ապրում է Ասկերանում, դա իր որոշումն է։ Դա չի նշանակում, որ ինքը Արցախի հայ չի, ինքը Հայաստանի հայ է, ինքը Երևանի հայ է, որը որոշել է, ինքը ամբողջ կյանք եղել է զինվոր եւ որոշել է իր կյանքը ապրել Ասկերանում։ Ուզում ամփոփում մի հատ էլ մի բան էլ ասեմ, որ չստացվի, թե ես ասում եմ, որ ես ձեզ շատ լավ եմ հասկանում։ Եթե տենց խնդիր լիներ ցույց տալու, որ ինչ աղջիկը կա Հայաստանում կարող է հոր առջև ծխել վիսկի խմել, անկախ նրանից ինքը, Աղդամից է, Ասկերանից է, թե եւ բիլիարդ անգամ բիլիարդ խաղալ, մոդեռն աղջիկ է, անգամ ռադիկալ քայլերի գնալ եւ բիլիարդ խաղալ, հարցային չէ, որ դա կարող է լինել, հարցային է, որ դա դեֆոլտային էսպես իրականություն չէ, էլի, այդտեղ պետք է նաեւ տեսնենք, թե ոնց է էսպես եղել, կամ ինչ-որ մի դրվագ լինի կոնֆլիկտի, ներքին կոնֆլիկտի, ես լրիվ հասկանում եմ, բայց երևի ես էլ ասեմ իմ կարծիքը։ Չձևացնենք, թե սենց էլ կա եւ զարմանալու բան չկա։ Մենք կարող ենք երազել, որ ես պատկերացնում, որ այդ գոյություն ունի, ու ասենք թե ես կարող եմ պատկերացնել, որ կուզենամ դա գոյություն ունի, ու դա իմ երազանքն է կարող է։ Կարող է ես ուզում եմ, որ այդ տենց մեր հայ աղջիկներ, ուզում եմ ես այնքան տարբեր պատասխաններ ձեզ կարամ տամ։ Ես կարամ ասեմ, ես նույնը արել եմ, ինչ որ Արսինեն արել։ Բիլիարդել եմ խաղացել, խմել եմ, ծխել եմ պապայից հետ։ Ամեն ինչ, ուզում ճանապարհել եմ, ապրել եմ դրսում, դրոններ չեմ տարել բերել երևի իմ միակ բանը, որ կուզենայի անել, բայց դեռ չեմ արել, բայց կարող է դա անեմ, ասենք թե ատրճանակ չեմ վերցրել, չեմ գնացել պատերազմ, բայց երևի ես էլ իմ ձևով եմ պատերազմ գնում, իմ կարծիքով ես էլ իմ բոլոր ֆիլմերը, այսինքն թե եթե վերադառնանք իմ մյուս ֆիլմերը, իրանք ունեն բոլորը քաղաքական գիծ, ու ես միշտ գտնում եմ, որ իմ մեջ կա շատ այտենց զինվոր մի կին, որը դեռ զինվոր, այսինքն դեռ պատերազմ չի գնացել, չեմ էլ կարծում կգնամ, այսինքն ես ատրճանակի այդ գործ չունեմ, չեմ հասկանում այդ գործից, ես ուրիշ գործից եմ հասկանում եւ սփորձում եմ այդ իմ ուրիշ գործով տանել իմ ինչ որ գիծը, իմ պատերազմը, բայց այս պարագայում ես ուղղակի որ շատ ոնց ասած խոսանք այս մասին, ես կարող եմ ձեզ ասել, որ իմ կարծիքով ռեժիսորը ունի իրավունք երազելու, իր ուզած ձևով պատկերացնի այդ պերսոնաժին, ոնց որ ինքն է ուզում, դա վավերագրական ֆիլմ չի, ես նորից եմ ասում, ու դա ինձ ոչ թե չեմ ուզում կոպիտ թվա, բայց բոլորը կարան ունենան իրանց կարծիքը, հայ աղջիկը սենց է լինում, հայ կինը նենց է լինում, այս Ղարաբաղի акցենտով է խոսում, մյուսը չի խոսում, ինչի ուստեղ կա պոստ զինվորական, ինչի չէ։ Երբ որ ասենք թե այդ երկու հոգին կանգնացնում են Սելինին եւ երգում են ֆրանսիական բանը, քայլերքը, չէ՞։ Կանգնում մի հատ պոստ է, ինքը անկապ պոստ է, որը ընդհանրապես Հայաստանում չկա տենց պոստեր։ Բայց դա ես Բեյրութում եմ մեծացել։ Բեյրութում 200 մետրը մեկ կար տենց պոստ։ Ու դա ոնց որ ասում են բանն է, ասենց աչքով էս տալիս իմ Բեյրութի կյանքին։ Հղում եք անում, ուզում ասեմ դա ասենց մի հատ փուճուր բան է, որ դու կարաս անես, որ ես կարող եմ ինձ իրավունքը տալ, որպես կինոռեժիսոր, ու ես դες դաժե կարող եմ մի հատ շատ հետաքրքիր բան պատմել։ Մի ժամանակ, երբ որ ես գնում էի location scouting-ի տեղային բան անելու, ես հանդիպեմ մի ռուս զինվորի Հայաստանում։ Այս ֆիլմի համար։ Այս ֆիլմի համար 5 տարի առաջ ես գնում եմ դեպի, չէ, 5-ից չէ, 18 թիվ, սենց։ Երկար եմ աշխատել սցենարի վրա, շատ տարբեր։ 7 տարի, հա, փաստորեն։ Հա։ Ես Արաքս գետի մոտ, ինձ պետք էր մի մարզ կար, որ պետք է Արաքս գետի մոտ նկարի։ Ես թույլտվություն ստացա եւ այլն ամեն տեղերից, գնում եմ հասնում եմ Արաքս գետ։ Ինձ դիմավորում են երկու ռուս զինվոր։ Здравствуйте, բան, ու ֆրանցուզի բան, ու սկսեց ինքը, ես այդ տեղից է գալիս։ Ու ինքը սկսեց ֆրանսիական Մարսեյեզը երգել։ Allons enfants, ես ինձ զարմացած նայում եմ, ասեմ ես ֆրանսիացի զինվորը այն ժամանակ իմ ֆրանսիացի սցենարիստը հետ կողքս կանգնեց։ Մենք երկուսով կանգնած ենք։ Ասում ոչ գիտես ծիծաղած, ոչ գիտես լուրջ։ Ու սանց լուրջ ես շատ լսեցի, ու ինքը սկսեց պարոդիանել Լուի դե Ֆյունեսի։
Ու ինքը փաստորեն դուրս եկավ մի ռուզին, որը շատ սիրել է միշտ, չգիտեմ, ֆրանսիական կուլտուրան, ուզում ասեմ, երեխեք, եկեք դրա համար ասում մի քիչ բաց լինենք, էդ էլ է լինում։ Մենք այնքան բաներով եմ ես անցել մանավանդ այս սցենը, այնքան տարօրինակ պատահարներ են եղել, նույն ասենք թե այդ ծիրաններով կինը, տես մի բան եղել է իմ հետ։ Ուզում ասեմ, իմ հետ այնքան տարբեր հետաքրքիր բաներ ա եղել, որովհետև ես շատ եմ Հայաստանով ճանապարհորդել, երևի այն ձևով չէ, ինչպես հայաստանցի մեկը, կարող է ուրիշ ձև, կարող է ինչ-որ օտարների հետ եմ ճանապարհորդել, շատ ես քանի անգամ Արցախ եմ գնացել, ուզում ասեմ, այնքան բաներով եմ անցել, որ ես ինձ թույլ եմ տվել իրականությունից ելնելով հավաքել ծաղկաքաղանել են այո, ինչ որ ես եմ ուզում երևի գիտեք այստեղ հարցը որն է խտությունը, որ 10 տարվա կամ 7 տարվա կտրվածքով, մի ամսվա կտրվածքով կարող են շատ հետաքրքիր բաներ տեղի ունենալ, բայց այդ ամեն ինչը երբ որ խտացնում ես, այո, եւ դարձնում ես արվեստի գործ։ Հա, Դու կարող ես մատուցել այդ արվեստի գործը, դա կարող է ընդունվել, դա կարող է չընդունվել, ես էլի եմ ասում։ Կարող է ընկալել որպես շատ խիտ է, ինչի ենք ես մի ժամ ամեն ինչը մտցնում։ Ու դրա մասին մի բան եմ ուզում հարցնել։ Սելինի պատմությունը ժողովուրդ ենք։ Սելինի պատմությունը ինքնին արդեն շատ sense ինքնաբավ պատմություն է։ Ու դրամայի բոլոր կանոններով, տեմպով, այդ դետալակենտրոնությամբ, այդ ամեն ինչը կա լրիվ հերիք է ֆիլմ ստանալու համար ու կողքից կա նաև Գյումրին որպես ածանցյալ ինչ-որ բան իր խնդիրներով, սոցիալական խնդիրներով, երկրաշարժից հետո պատկերով ու մեկ էլ գալիս է Արցախյան պատերազմի Արցախի թեման ու այսպես ամբողջ հավասարակշռությունը թվում է թե փոխվում է, խլում է գուցե սխալվում եմ, բայց այսպես տպավորություն կա, որ խլում է Սելինից իր պատմության, իր գծի նարատիվի առանցքայնությունը։ Շատ ծանր է դառնում։ Չեք մտածել, որ գուցե այսքան մեծ թեմա չարժի իրար կապել։ Ես կասեի հակառակը, չէ, ես կասեի արժի կապել, որովհետև իմ կարծիքով մեր համ պատմությունն է շատ խիտ, մեր վերքերն են շատ դեռ եւ ցավոտ։ Եվ ընդհանրապես իմ կարծիքով մենք հայը այդ իրատեսակով շատ շերտավոր մի անձ է, մի ազգ է, չգիտեմ ոնց կարող եմ ճիշտ ասել հայերենով, որ ճիշտ թվա, ու իմ կարծիքով մեր մոտ շատ հետաքրքիր, չգիտեմ, կարող է շատ է, կարող է դոզան շատ է, կարող է շատ խիտ է, ես չեմ ասում ոչ, ես ուղղակի փորձում հասկանալ ձեզ, իմ համար ոչ, որովհետև երևի նա, որ ես դրսում եմ մեծացել, երևի նա, որ ես 10 տարի գնացել եկել եմ, ես մի մոմենտ այդ վաշե պրոյեկտը մի կողմ էի դրել, հետո նորից վերցրեցի այդ պրոյեկտը, սկսեցի նորից աշխատել իր վրա, ու երևի ամենաբարդը այն էր, դուք շատ ճիշտ բան նկատեցիք։ Ես որ խոսում եմ շատ շերտերի մասին, եւ ամենաբարդը երևի այն էր, ինչքան խոսել եւ ինչքան լռել։ Չէ, այդ դոզան, որ դու պետք է հասկանաս բալանսը։ Ինչ ասես, բայց ինչ չասես, ինչքան տաս, ինչքան վերցնես։ Դա ամենաբարդն էր, ու որ այդ նրբությունը, ես շատ եմ ուզում այդ որ նրբորեն եւ ասեն շատ տակի ձևով փորձել հասկանալ ոնց խոսել Գյումրիի մասին, ոնց խոսել այդ քանդված դեռ այդ փլատակներում, որտեղ մարդիկ ապրում են, ինչպես խոսել այն մի զինվորի, որը ընդհանրապես օրինակ Դենիել Ավանի պերսոնաժը, շատ-շատեր ասում են, «Բա, բայց մեր մոտ Ղարաբաղում տեն զինվորներ չկար»։ Ասում, բայց ով ասեց, որ դա ընդհանրապես, չգիտեմ, Ղարաբաղն է։ Ով ասեց, որ ինքը Ղարաբաղցի է։ Այսինքն Արտոյի երկիրն է։ Ուզում ասեմ, այդ Արտոյի երկրում ինքը տենց դրա համար է հենց սկզբից ասեցի, ինքը ինձ mythological ինչ-որ մի հատ բան կա ստեղ, որ միթոլոգիա, չէ, հայերեն։ Հա, դիցաբանական։ Այո, իր մեջ այսպես մի դիցաբանական մի գիծ կա, ու իմ կարծիքով ես կարող եմ, լյուբոյ, իմ կարծիքով չգիտեմ, արվեստագետը իրան կարող է այդ գիծը տա, նույն գրականության մեջ, երբ որ դու կարդում ես գիրք, դու չես սկսում մտածել, արդյոք սա խիտ էր, արդյոք սա շատ էր, արդյոք սա քիչ էր, դու ուղղակի գիրքն ես կարդում կամ ընդունում ես կամ չես ընդունում, նույնն է կինոն է, դու կարող ես նայել, կարող ես ընդունել եւ չընդունել, ես դրա համար հարգում եմ բոլորին, դրա համար ես մարդիկ կան իրար հետ չեն խոսում այս ֆիլմի պատճառով, մարդիկ կան կռվում են, մինգեր ասում է, որտեվ գիտեք, բայց կա այդպեսի բան։ Իհարկե կան մարդիկ կան իրար հետ կռվում են, չեն խոսում, դու չես հասկանում, դու ես ասում, դու ես ասում, ես ասում, խնդրում եմ մի կռվեք իրար հետ, դա արժանի չէ։ Բոլորը ճիշտ եք։ Բոլորը ճիշտ եք, բոլորը ձեր յուրովի եք հասկանում կինոն, որտեվ էդ է արվեստի ուժը, որ մենք կարող ենք տալ մի բան, այս ոնց որ միացած բան ես գցում, ոնց որ ռումբի պես, ու ինքը փորձում է ինչ որ էֆեկտ, ինչ որ էխո տալ ամեն մարդու մոտ մի ձև։
Իմ կարծիքով արվեստի ուժը դա է։ Ես չեմ գտնում դա վատ կամ լավ կամ վայ, ինչու մարդիկ չեն հավանել կամ ինչու։ Մարդիկ անից փողոցում կանգնացնում են, ես զարմանում եմ, բայց այ կներեք դուք Թամարա Ստեփանյանն եք, ասում այո, գրկում են, անծանոթ մարդիկ լացում են, շնորհակալություն են հայտնում։ Հա, մարդիկ կար հետևիցս ինչ ասես ասում են, իսկ մարդիկ կան ուղղակի շնորհակալություն են հայտնում, որ դուք կարողացել եք այս թեման որ դեռ այդքան թարմ է, որ դեռ արյուն է գալի, որ դեռ ցավում է, դուք կարողացել եք այս թեման, այսպիսի ոնց որ նուրբ ձևով ներկայացնել, սիրո միջոցով խոսել պատերազմի մասին։ Չգիտեմ։ Արտոյի իրական պատմությունը Այո։ Եվ այն, որ փաստորեն գլխավոր հերոսը կինը իր ամուսնուն թվում է թե չի ճանաչել, ինչ որ փոխաբերություն է նաև պատերազմի ու ինչ որ Ղարաբաղյան կոնֆլիկտի հիմնախնդրի մասն է, այսինքն մեր պատկերացումները սխալ էին։ Սենց կարող է շատ ուղիղ եմ ասում, ինչ որ տեղ նման ակնարկ տպավորություն մինչև վերջ չձևակերպված կա, որ Արտոն խորհրդանշում է մեր պատկերացումները մինչև արտությունը պատերազմի, ինչ որ Արտոն ու պատերազմը կարծես նույնը լինեն։ Տենցեք դուք, հա։ Գիտեք, բարդ է։ Իմ կարծիքով Արտոն այն մարդն էր իմ համար, որ եւ դա էլ է երևի ինչ որտեղ մարդիկ կան, որ դու երբեք չես կարող ճանաչել միջև վերջ։ Քեզ թվում է ճանաչում ես, քեզ թվում է սիրել ես, ապրել ես, չգիտեմ, 20 տարի մեկի հետ, բայց բաներ կան, որ երբեք չես իմացել, կան գաղտնիքներ, որ երբեք չես կարողացել հասկանալ, երբեք չես կարողացել իմանալ։ Ֆիլմը դրա մասին է։ Արդյոք դու, որի ում հետ ապրում ես, գիտես նրան միջև վերջ, եւ արդյոք կարելի է ճանաչել մարդուն միջև վերջ։ Արդյոք կարելի է ճանաչել մարդուն լիովին։ Արդյոք դիմացինը թափանցիկ է, արդյոք որտեվ սիրո մեջ ասում է ես քեզ սիրում եմ, ես ամեն ինչ կասեմ, քեզ ես գաղտնիք չունեմ քեզանից, բայց արդյոք դա ճիշտ է։ Համել դրա մասին է ֆիլմը, որտեվ իմ կարծիքով մենք բոլորս ունենք մեր գաղտնի, այսպես ասած, պարտեզը, մեր պատկերացումը եւ Արտոն ամեն ինչ, Արտոն, գիտեք իմ համարով է, Արտոն այն տղամարդն է, որ ապրել է երկրաշարժ, կորցրել է ծնողներին երկրաշարժում, կռվել է Ղարաբաղյան 93 թվականին իր մեղքով, այսինքն ինքը այն տղամարդն է, որ ինքը չկարողացավ հաղթել։ Այսինքն միտեղ իր այդ մյուս որ խաղում է իր մեծ, այսպես ասած, պատասխանատուն ասում է բոլորը հաղթեցին բացի իրենից, որտեղ երբ որ արդեն չէ աղդամը վերցրեցին Հայաստանի 93 թվականին բոլորս հաղթեցինք բացի Արտոյից, որտեղ Արտոն ուր էր, արդեն չկար արդեն։ Այսինքն Արտոն չի լսել հրամանը, մահացել են տղաները, այդ մեղքի զգացումով ինքը եւ վիրավոր թաղել է իր ընկերներին, չէ՞, այդ պատմությունը ոչ մեկ չգիտի, այդ ես եմ պատմում։ Դա իմ պատկերացումն է, ես էլ դրանց եմ գրել, չէ՞, պատկերացրել սցենարը, թաղում է մեկ-մեկ իր ընկերներին եւ հետո իրեն փրկում է Ֆրանսիայի ժամանակ 93 թվականին կային Ֆրանսիայի Կարմիր խաչ եւ Կապույտ խաչ, որոնք բավական զինվորներին տանում են Ֆրանսիա վիրավոր։ Եվ ինքը տենց տեղափոխվել է Ֆրանսիա։ Ես չեմ ճակերտները բացում, ես հիմա ձեզ առաջի անգամ պատմում եմ սենց։ Բայց ես չեմ խոսում դրա մասին, որտեղ իմ կարծիքով պետք չէ խոսել։ Դա իմ համար է։ Դա սցենար գրողի, դա ռեժիսորի համար է, ինչ ա եղել Արտոին։ Արտոն դասալիկ չի եղել։ Արտոին տարել փրկել են ու ինքը այդ տրավմայից, այդ մեղքի զգացողությունից չի կարողացել խոսել։ Եվ այնտեղ ինքը մի անգամ ինքը միտեղ, այսինքն ինքը կուզեր պատմել Սելինին։ Կուզեր, բայց դա այն բանն է, որ դու փորձում ես այդ վերքերը, փորձում ես իրան, որ սխմես, որ փակես, որ չկա, բայց հենց մենք ինքը ասենք Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ինքը ամեն օր նայում էր օր գիշեր ու վերջերին ինքնասպան նայելն, որտեղ ինքը հասկանում է, որ կորցրեց ամեն ինչ, այսինքն այն նրա համար, որ ինքը կյանք ա տվել, որ ինքը իր ընկերներին ա թաղել, որ ինքը այդ սաղ արել է, վերջացավ ամեն ինչ ու շատ հիմար պատճառով։ Այս պատերազմը շատ չգիտեմ, իմ համար դա շատ абսուրդ պատերազմ էր, իմ կարծիքով ոչ միայն իմ համար, շատ-շատերի համար։ Այդքան երիտասարդ զոհ։ Մենք հենց սկզբից գիտենք, որ մենք չենք հաղթելու։ Մենք հենց սկզբից գիտենք, որ մենք այդ ուժը չունենք։ Իհարկե շատ լավ է հավատալ, որ մենք ուժեղ ենք, որ մենք կհաղթենք, որ մենք կհաղթենք, բայց այդքան երիտասարդ այսօր չտեսան օր, չտեսան սեր, չտեսան մորը, չտեսան հորը։ Այդքան մայր եւ հայր, կներեք, այս թեման քիչ դժվար է։
չապրեցին երիտասարդություն իրենց։ Ինչքան абսուրդ պատերազմ էր, ինչքան մենք կորցրեցինք ոչ միայն հող, մենք կորցրեցինք երիտասարդություն։ Մենք կորցրեցինք մի բակալենիա, մի սերունդ, որի երբեք գոյություն չի ունենա։ Ինձ համար ամենակատաստրոֆան դա է։ Իմ համար ամենաահավորը այդ հողը չի։ Իմ համար ամենաարևորը այդ երիտասարդների կյանքն է։ Ու երևի ֆիլմը դրա մասին էլ է։ Եթե ֆիլմի նկարահանումներին զուգահեռ չլիներ Արցախյան 44-օրյա պատերազմը, այլ սցենար կունենար։ Վստահ։ Ավելի դեպի ինչ։ Գիտեք, ես սցենար գրել եմ այդ պատերազմից առաջ։ 20 թվականի պատերազմից առաջ եմ գրել։ 18-ից ասացիք աշխատում ֆիլմի։ Այո, ավելի առաջ, 16-ից։ Եվ այն ժամանակ Արտոն Իգնասպար չէր լինում։ Այն ժամանակ Արտոն մահանում էր։ Հրդեհեր իրենց աշխատատեղը, որտեղ ինքը աշխատում էր, եւ այդ հրդեհից մահանում է Արտոն։ Ինչ որտեղ կար ինքնասպանական կարողա ինչ որ մի հատ գիծ կար, բայց ինքնասպանություն չէր, ուղղակի լինում է հրդեհ է լինում եւ Արտոն մահանում էր։ Բայց այդ սցենարը ոնց որ ես մի կողմ դրեցի եւ այդ սցենարը ուրիշ դոկումենտալ ֆիլմեր էի անում եւ այլն, եւ երբ որ սկսեց պատերազմը, դա մի ուրիշ տարօրինակ պատմություն է։ Պատերազմից 10 օր առաջ, սեպտեմբերի 15-ին, ես դիմում եմ այս սցենարով, որտեղ այդ կրակը եւ այլն, այսինքն Արտոն մահանում է այդ կրակից։ Դիմում եմ մեր մոտ Ֆրանսիա Սենսեյում սցենարի գրելու ֆոնդ կա տենց մեզ մոտ։ Սկսում է պատերազմը, ավարտում է պատերազմը եւ սցենարը անցնում է երկրորդ փուլ։ Այսինքն դու արդեն պետքա ժյուրիի դիմաց, դու պետքա 20 հոգու մոտ խոսես եւ ես ժյուրիի դիմաց կանգնած եմ բանով, կոմպյուտերով, որտեվ COVID ժամանակներն էր եւ այդ ժյուրի նախագահը ինձ հարց է տալի։ Ասած մենք հետևեցինք, մենք կարդացինք ձեր գրած սցենարը, որ հիմա այլևս դուք չեք կարող այդպես նկարեք, ինչպես որ դուք գրել էիք, մենք տեսնում ենք ինչ եղավ եւ Հայաստանը այսքան զոհ ունեցավ, կորցրեց հողեր եւ այլն, դուք հիմա ո՞նց եք պատրաստվում ֆիլմը, ո՞նց եք նկարագրելու հիմա ինձ ֆիլմը։ Եվ ես այդ ժամանակ, ես դուր չեմ ասում 10 րոպեում գրեցի ֆիլմը, որ հիմա դուք տեսել եք, 10 րոպեում, բայց խոսքով։ Այսինքն ես խոսքով իրեն նորից սցենար գրեցի, այդ կինը այսինքն զարմացած ինձ նայեց, ասեց դուք ունեք, դուք ստացաք այդ ֆոնդը։ Խնդրում եմ գնացեք եւ ձեր ֆիլմը նկարեք։ Ես ասացի շնորհակալ եմ։ Դա այն ֆիլմն է, որ ես պետք է նկարեի, իմ կարծիքով եմ տեսնում։ Ոչ միայն մեր համար, այլ մեր զինված, մեր զոհված երեխաների համար, մեր կորցրած հողերի համար։ Ես չգիտեմ, ես այդ պարտականությունը նույնիսկ լինելով, ինչպես ասում են, դրսի հայ, ես զգում եմ ներսից, որ ես պետք է անեի այս ֆիլմը։ Մի հարցել եմ ուզում տամ, եթե հնարավոր է շատ ամփոփ հանրադառնալ իմ հայկական ուրվական, ճիշտ ասացի, ես անգամ իմ հայկական ուրվականները ֆիլմ, թե խաղարկային չէ եւ Հայաստանի մասին չէր այդպես որպես այդպեսին, բայց դե դուք էիք ձեր մանկություններ նաեւ դրվագներում, որը Հայաստանում է անցել եւ Արտոյի Հայաստանը ինչքան տարբեր են։ Արդյոք տարբեր են։ Չգիտեմ։ Գիտեք, իմ հայկական ուրվականները դա իմ համար մի սիրո խոստովանություն է իմ Հայաստանին, իմ հորը, սիրո նամակ, այն մեր խոսակցությանը, որ չկարողացանք շարունակել, եւ կինոմատոգրաֆիային, հայկական եւ ոչ միայն հայկական, իհարկե, որտեվ ես հայկական կինոյով չեմ մեծացել, ես դրսում եմ մեծացել, բայց հայկական կինոն ես շատ եմ սիրում։ Ու երևի այս կինոյով ես համել փորձեցի մտնել այն ասում ուղն ու ծուծով դեպի հայկական կինո, բայց իմ կարծիքով իմ երազած Հայաստանը, Արտոյի Հայաստանը եւ այն Հայաստանը, որ ես մեծացել եմ, այդքան տարբեր չեն։ Ես մեծացել եմ ես Խորհրդային Հայաստանում եմ մեծացել։ Ես գնացել եմ ես մեկնել եմ, այսինքն Հայաստանից, որ նոր անկախության տարիներին ես թողել եմ Հայաստան 94 թվականին Լիբանան։ Այո, դեպի Լիբանան եմ մեկնել, բայց ես գիտեք, լինելով դրսում, ես միշտ ապրել եմ ներսում։ Ես սպասում եմ այն օրը, որ մենք պետք է գայինք Հայաստան։ Մենք ամբողջ իմ տարին անցնում էր հաշվելով, երբ եմ գալու Հայաստան։
Ես գիտեի, որ հունիսի սկզբին պիտի կամ հուլիս օգոստոս։ Ու մենք այն որ գնում էինք հիշում եմ մամայի papai հետ, գնում էինք Սարդարապատ travel, որպեսզի առնենք տոմսեր, ժամանակ իսկական տոմսեր են, ասես լիքը թերթիկներով։ Ու դարը մեր համար այն որ կոպեկ փող էինք հավաքում, որ գնայինք առնենք այդ տոմսերը, ու երբ որ այդ տոմսերը կային մեր տանն, այն որ դնում էինք հեռուստացույցի վրա, ասես նայում էինք, ասում ենք այսօր մենք ապրում էինք դրսում, բայց ներսի ցավով։ Մենք ամեն շաբաթ հավաքվում էինք հայ արվեստագետներով, որպեսզի մենք զգանք փոքրիկ Հայաստան էինք ստեղծում։ Դա գիտեք դրսում ապրելը շատ դժվար է։ Շատ անգամ շատերին թվում է, որ դա գնում ես, չգիտեմ, հաճելի է դրսում, դա Եվրոպա է կամ եւ այլն։ Այդ ցավը, այդ մելանխոլիան, այդ նոստալգիան, որը մարդու մեջ մտնում է դրսում ապրելով, դա մի բանն է, դա մի ցավն է, որ դու չես կարող դրանից ազատվես երբևիցե։ Դա այն ծառն է, որ արմատախիլ է եղած ու ինքը ամբողջ կյանք փորձում է իր արմատները ինչ որտեղ դնել։ Արդյոք կարողանում, արդյոք չի կարողանում, դա արդեն երկրորդ հարցը։ Բայց երևի ես իմ ձևով ես միշտ փորձել եմ Հայաստանում, ես մինչև այսօր իմ Հայաստանում եմ նկարում իմ ֆիլմերը կամ Հայաստանի մասին, որովհետև երևի դա իմ ձևն է ապրել Հայաստանում ու երևի ինչ որտեղ ասել, որ ես եմ ապրում Հայաստանում, որ ես էլ իրավունք ունեմ Հայաստանում ապրելու, չնայած դրսում եմ ապրում։ Ինչի վրա եք աշխատում հիմա, ինչ սպասել եւ երբ կլինի ֆիլմը, երբ կցուցադրվի Հայաստանում մեծ էկրաններին։ Արտոյի երկիրը 5 շաբթի օրը կդվարձրանա մեծ էկրան Կինո Մոսկվա թատրոնում եւ 2 շաբաթ ֆիլմը կցուցադրվի Կինո Մոսկվայի Կարմիր դահլիճում, փոքր դահլիճում։ Ես իսկապես շատ ուրախ եմ եւ հպարտ, որովհետեւ ինձ համար շատ կարեւոր է, որ բոլորը կարողանան տեսնել, որովհետեւ Ոսկե ծիրանի շրջանակներում իհարկե դա բացման ֆիլմ էր, 2000 հոգի եկավ, համալիր հետո նորից ցուցադրություն եղավ Կինոյի տանը էլի լիքներ, բայց իմ կարծիքով շատ մարդիկ կան, որ դեռ կուզեն տեսնել եւ ես հրավիրում եմ բոլորիդ գաք տեսնեք, ձեր կարծիքը կազմեք, որովհետեւ կարող ենք շատ բաներ ասել, շատ լավ պրեսա եղել է Հայաստանում ֆիլմի մասին եւ վատ եւ լավ, բայց երբ ավելի ճիշտ կնա մեկը իր կարծիքը կազմի եւ ամենը իր յուրովի ձևով խոսա, ոչ թե լսել եմ, ասել են թե, չէ, գնացեք, նայեք, հետո հայկական կինոն պետք է քաջալերել եւ ոչ թե կոմերցիոն ֆիլմ է միայն, այլ հայ, այսպես ասած, author film ենք ասում, չէ, անգլերենով ավտորսկի կինո, ռուսերենով, հայերենով կասենք հեղինակային կինոն եւ իմ կարծիքով պետք է հեղինակային կինոն քաջալերել, հեղինակային կինո գնալ նայել եւ չասել, որ մենք չունենք հեղինակային կինո եւ դասերակել երեխաների նույն հեղինակային կինոյով։ Դա շատ կարեւոր է։ Իսկ նոր պրոյեկտներ ունեմ վավերագրական ֆիլմ, ունեմ, որ մոնտաժում եմ հիմա, ունեմ խաղարկային ֆիլմ, կներեք, որի վրա աշխատում եմ, այս անգամ նա պատերազմի ժամանակ է։ Շնորհակալություն շատ զրույցի համար, Civilnet podcast-ի տաղավարում կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանն էր, կհանդիպենք։